Այո, մենք արդեն տեսանելի տեսնում ենք այս օրերին գնաճ բանջարեղենի, այո, այդ կանաչիները, բանջարեղենը, վարունգ եւ այլն, որոնք նաեւ ներկրվում էին Իրանից, այդ գնաճը այս օրերին ուղղակիորեն տեսանելի է եւ ես չեմ կարծում, որ չնայած մենք դե յուրե ունենք այդ կառույցը գների վերահսկողության, բայց ես չեմ կարծում, որ այդ կառույցը ընդհանրապես իր ֆունկցիան կատարում է բացի շատ բարձր աշխատավարձ ստանալուց, որովհետև նույն կերպ Հայաստանի խանութներում ամեն օր տերյանական հուշիկ քայլերով թանկանում է կաթնամթերքը, այդպես տենց նրբորեն են թանկացնում, շաբաթը 30, 40, 50 դրամ, մեկ էլ դու տեսնում ես, ասենք 470 դրամ արժեցող թթվասերը դառնում է, ասենք 650 դրամ, բա որևէ մեկը չի բողոքում, էլ Նիկոլ Փաշինյանը չի գրկում սխտորյա եւ գալի ազգային ժողով, ասում միս չկա սխտոր կերեք, սխտորել չեն կարող ուտեն, որովհետեւ եթե այն իրա սխտորը թափահարած ժամանակ սխտորի կիլոն ընդամենը 600 դրամ էր, այսօր իրա թափահարած սխտորի կիլոն, իրանական սխտորի կիլոն 3500 դրամ է, իսկ տեղական սխտորի կիլոն հələ մի 1000 դրամ էլ ավել է, 4500 դրամ է, այս գնաճը կատաստրոֆիկ է, կատաստրոֆիկ, որովհետեւ այդ կառույցները տնտեսական մրցակցություն, ես չգիտեմ ովքեր պիտի այս գնաճը կառավարեն, ովքեր պիտի նաև կբն, ովքեր պիտի այս խնդիրներով զբաղվեն, իրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ժողովուրդը այսօր սպառողական զամբյուղի եւ իր ստացող եկամուտի միջև էս այսբերգ, էս հսկայական անդունդը ոնց պիտի կարողանա լցնել, հարցումներ են անում, մարդիկ ասում են, եթե ամսվա մեջ մի անգամ կարողանանք միս ուտել, դա մեր համար տոն է, դա մեր համար պրազնիկ է, հասկանում եք, եւ նույնիսկ այս ամենը որևէ մեկին չի հետաքրքրում։